Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք քամած մածունով և հավի մսով հիանալի աղցան։ Մնացեք ալիքի հետ և կտեսնեք պատրաստման ընթացքը։ Այս աղցանին յուրահատուկ համ է հաղորդում հավի միսը, որը որ մարինացնելու ենք, այնուհետև տապակենք։ Այստեղ ունեմ 700 գրամ հավի միս, ավելացնում եմ 1,5 թեյի գթալ աղ, կես թեյի գթալ հալեպի պղպեղ, 1 թեյի գթալ սև պղպեղ, այնուհետև ավելացնում եմ 3 պաչ սխտոր ճզմած վիճակով, ավելացնում եմ 2 ճաշի գթալ բուսայուղ, ձեր նախընտրած բուսայուղը օգտագործեք և ամենակարևոր մասը այստեղ օգտագործելու եմ Worcestershire սոուսը։ Ահա այս թանձրուկն եմ ավելացնելու 2 ճաշի գթալ, որը որ հիանալի համ է հաղորդելու հավի մսին։ Մի լավ խառնում ենք, որպեսզի բոլոր բաղադրիչները խառնված լինեն միասին, այնուհետև տեղափոխելու ենք սառնարան 2-ից 3 ժամ, կարող եք ավելի երկար պահել, լինում է ժամանակ, երբ որ նույնիսկ հաջորդ օրն եմ պատրաստում 1 օր մարինացնելուց հետո։ Հիմա տաքացրած թավայի մեջ ավելացրել եմ բուսայուղ, այնուհետև հավի միսը և սկզբում փակ կափարիչով եփում ենք 10 րոպե, այնուհետև կափարիչը վրայից վերցնում ենք և տապակում ենք ևս 10 րոպե։ Ահա այսպիսի տեսք պետք է ունենա հավի միսը, հրաշալի բուրմունք ունի այսպես մարինացված հավի միսը։ Այնուհետև կտեղափոխենք տարայի մեջ, կթողնենք հովանա և կանցնենք աղցանի պատրաստման ընթացքին։ Ավելացնում ենք 3 միջին չափի կտրտած վարունգ, ավելացնում ենք նաև 500 գրամ հատիկ լոբի եփված վիճակով և նաև ավելացնում ենք կես բաժակ կտրտած համեմ ու մաղադանոս։ Ահա սա մի կողմ կդնենք և կանցնենք մյուս բաղադրիչներին։ Այստեղ ունեմ 350 գրամ քամած մածուն, քամած մածունը կարող եք փոխարինել թթվասերով, այստեղ ունեմ կես թեյի գթալ աղ, կես թեյի գթալ խմելի սունելի, 1 թեյի գթալ սև պղպեղ և կես թեյի գթալ հալեպի պղպեղ։ Այս բոլորը միասին պետք է խառնենք, ավելացնում ենք նաև 2 պաչ սխտոր և մի լավ խառնում ենք, այս բոլորը պետք է այնքան խառնել, որպեսզի բոլոր բաղադրիչները մի լավ խառնված լինեն։ Քամած մածունի մեջ աղը ավելի քիչ կարող եք ավելացնել, որովհետև թթու վարունգը աղի է, իսկ նախապես հավի միսը համեմել ենք, այնպես որ այնքան աղ ավելացրեք, ինչքան որ ձեր քիմքին հաճելի է։ Հիմա բոլոր բաղադրիչները պետք է խառնենք իրար, այս քամած մածունի պարունակությունը նույնպես, այնպես խառնենք, որպեսզի լոբին չվնասվի, այսպես զգուշությամբ խառնում ենք։ Ահա տեսեք, բոլորը խառնված են, հիմա կտեղափոխենք նաև մատուցվող ափսեի մեջ։ Կարող եք այսպես կլոր ամանի մեջ լցնել, այնուհետև տեղափոխել մատուցվող ափսեի մեջ, որպեսզի ավելի գեղեցիկ մատուցենք աղցանը։ Ավելացնում ենք առատ կերպով մանր կտրտած սամիտ, սա պարտադիր է, այնպես որ եթե չեք ուզում աղցանը ձևավորել սամիթով, ուղղակի կտրտած սամիթը ավելացրեք կանաչիների հետ։ Ահա և պատրաստ է մեր համեղ աղցանը, պատրաստեք հենց այս բաղադրատոմսով, կարծում եմ ձեզ էլ դուր կգա այս համեղ բաղադրատոմսը։ Եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, բաժանորդագրվեք ալիքին, նաև սեղմեք զանգակ կոճակին։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։ Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստելու ենք սմբուկով ռոլեր, լցոնած շատ համեղ տարբերակով։ Սկզբում տապակում ենք սմբուկը, արդեն իսկ իմ ալիքում տեղադրել եմ, թե ինչպես տապակել սմբուկը, որպեսզի ավելի քիչ բուսայուղ օգտագործենք։ Անպայման տեսանյութի հղումը կդնեմ ներքևի հատվածում մեկնաբանության մեջ։ Այս աղցանի համար անպայման սմբուկը երկարությամբ ենք կտրտում և տապակում։ Արդեն իսկ վերջացրել եմ տապակելը, հիմա անցնենք միջուկը պատրաստելուն։ Այստեղ ունեմ 4 ճաշի գթալ քամած մածուն, կես թեյի գթալ աղ, կես թեյի գթալ սև պղպեղ և կես թեյի գթալ խմելի սունելի։ Ավելացնում եմ կես բաժակ մանր կտրտած ընկույզ
Եվ հիմա կավելացնեմ կանաչիները, այստեղ համեմ եւ մաղադանոսը եւ նաեւ 3 պատճ ճզմած սխտոր։ Մի լավ խառնում ենք, որպեսզի բոլոր բաղադրիչները լավ խառնված լինեն իրար հետ։ Կարող եք նաև թթվասեր օգտագործել քամած մածունի փոխարեն, բայց ես նախընտրում եմ այս աղցանը պատրաստել քամած մածունով։ Տեսնում եք, միջուկը ավելի պինդ է։ Հիմա կլցոնենք սմբուկները։ Այնքան եք տեղադրում սմբուկի վրա, որպեսզի հետո փաթաթելուց կողքերից դուրս չգա միջուկը։ Կարելի է ասել փոքր թեյի գդալի չափով տեղավորում ենք սմբուկի մեջ։ Սմբուկով ռոլերը տարբեր բաղադրատոմսերով եմ պատրաստում, շատ ժամանակ նաև լցոնում եմ կաթնաշոռով։ Այսօր քամած մածունով պատրաստեցի, բայց մյուս անգամները կներկայացնեմ նաև կաթնաշոռով տարբերակը, որը եւս շատ համեղ է ստացվում։ Հիմա այսպես փայտիկները դնում ենք վրան եւ պետք է ձևավորենք մեր համեղ ու գեղեցիկ աղցանը։ Ձևավորեք այնպես, ինչպես դուք եք ցանկանում, ես ձևավորեցի նռան հատիկներով եւ սամիթի ճյուղերով։ Մեր համեղ ու գեղեցիկ աղցանը արդեն իսկ պատրաստ է, կարող ենք վայելել։ Դուք էլ պատրաստեք քամած մածունով տարբերակով եւ մեկնաբանություններում գրեք, արդյոք հավանում եք այս տարբերակը։ Շնորհակալություն ձեր դիտումների եւ բոլոր մեկնաբանությունների համար։ Եթե հավանել եք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք։ Եթե առաջին անգամ եք, բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակ կոճակին։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։ Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք շատերի սիրված աղցաններից մեկը՝ վինեգրետ։ Այն հարուստ է վիտամիններով եւ շատ արագ է պատրաստվում, եթե նախապես ունենք բաղադրիչները։ Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 3 մեծ չափի կարտոֆիլ, արդեն իսկ նախապես եփված է, աղով եմ եփել, 2 մեծ չափի գազար, նախապես եփած եւ կտրատված, 2 մեծ չափի բազուկ, նախապես եփած եւ կտրատած։ Ավելացնում ենք 3 միջին չափի թթու վարունգ։ Եթե թթու վարունգ չունեք, կարող եք նաև թթու կաղամբ ավելացնել, այդպես էլ շատ համեղ է ստացվում։ Հիմա այստեղ ավելացնում ենք 400 գրամ նախապես եփված կարմիր լոբի։ Կարող եք տարբեր տեսակի լոբիներ ավելացնել, ես սիրում եմ կարմիրը։ Ավելացնում ենք 50 գրամ սող, շատ ժամանակ կարմիր սող եմ օգտագործում, բայց այս պահին ունեի սպիտակ սող ձեռքիս տակ։ Ավելացնում ենք կես կապ մանր կտրատած համեմ, այստեղ ունեմ 1 թեյի գդալ սև պղպեղ եւ 1.5 թեյի գդալ աղ։ Աղը այնքան ավելացրեք, ինչքան ձեր քիմքին հաճելի է։ Եթե նախապես բաղադրիչները աղով է խաշված, ապա աղը ավելի քիչ ավելացրեք։ Իմ մոտ միայն կարտոֆիլն էր խաշված աղով։ Ավելացնում ենք 5 ճաշի գդալ բուսայուղ եւ մի լավ կխառնենք, որպեսզի բոլոր բաղադրիչները իրար հետ լավ խառնված լինեն։ Ավելի լավ կլինի խառնելուց հետո աղցանը թողենք մնա 30 րոպե, որպեսզի բոլոր համերը մի լավ խառնվեն իրար։ Այնուհետև տեղափոխենք մատուցվող ափսեի մեջ։ Բայց մեր պարագայում մենք կարելի է ասել անմիջապես վայելում ենք այս համեղ աղցանը, այնպես որ պատրաստեք, շատերս ենք պատրաստում, բայց այսօր ցանկացա կիսվել հենց իմ պատրաստման եղանակով։ Շնորհակալություն, որ դիտում եք իմ տեսանյութերը, շնորհակալություն բոլոր մեկնաբանությունների համար, եթե հավանեցիք, մի մոռացեք սեղմել լայք։ Եթե առաջին անգամ եք իմ ալիքում, սեղմեք զանգակ կոճակին, նաև սեղմեք բաժանորդագրման կոճակին, որպեսզի ստանաք ծանուցում իմ նոր տեսանյութերի։ Շնորհակալություն, ցտեսություն, կհանդիպենք շուտով։